Պարոն Վարդանյան, նախ կարճ արձագանք եմ ինչ այս եղածում, ինչ որ դուք ասում եք, բացարձակ կապ չունի իրականության հետ եւ բացարձակ կապ չունի այսօրվա կարգավորումների հետ, որովհետեւ այսօրվա կարգավորումներով ձեր բոլոր ասած խնդիրներն արձանագրված են, լուծումները տրված են, անկախ աուդիտը, անկախ գնահատում, հանձնաժողովների որոշումներ, բոլոր բաները կան։ Հիմա առաջի հարցն է դրան է վերաբերում։ Խնդրում եմ ասեք, ինչ կարգավորում է այսօր գործում, որը ձեր բարձրացած հարցերին լուծում չի տվել, որ դուք վերել եք սեփականությունը խլելու այս նախագիծը։ Ընդ որում խոսքը չի գնում միայն հեծի մասին։ Խոսքը գնում է էներգետիկ համակարգի բոլոր լիցենզավորված կազմակերպությունների մասին բացառությամբ մինչև 30 մեգավատ դրվածքային հզորության հեկերի եւ մի հատ էլ բացառություն կա։ Մնացած բոլոր էներգետիկ համակարգի ձեռնարկությունների մասն է խոսքը։ Ինչն է առաջին հարցը, ինչն է, որ այսօրվա կարգավորումը թույլ չի տալիս այդ նպատակին հասնել, սպառողների շահերի պաշտպանություն, համակարգի անվտանգություն եւ այլն, որ դուք վերել եք սա, որտեղ բացարձակապես մեկ հստակ գիծ կա։ Երկրորդ հարցը, սահմանադրության 60-րդ հոդվածի հետ ո՞նց եք հաշտվում այս նախագծով։ Միջազգային պայմանագրերը, որոնք որ պաշտպանում են օտարերկրյա ներդրումները։ Օտարերկրյա ներդրումների մասին օրենքի հոդվածը, ըստ որի Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումը ազգայնացնելը արգելվում է, ուղիղ է նշված։ Ոնց է տեսնում այս համադրումը ձեր վերած կարգավորումը եւ այս կարգավորումը։ Մնացածը արդեն արձագանքի ժամանակ։ Չէ, թողեք։ Չեմ որն արդեն ռեգլամենտը խախտում է, որտեղ շատ հստակ է, արագ եմ հարցերն ձևակերպել։ Բայց արագ 2 րոպե լրացանք, պարոն Մինասյան։ Պատասխանատվության հետադարձ կիրառման կանոնը։ Պարոն Թունյան, շատ կարևոր հարց է, որ ես կարծում եմ, այստեղ բոլորն են մտածում, որ տված հարցերը կարևոր են։ Սահմանադրությամբ նախատեսված երաշխավորությունը հետադարձ ուժ չի կարող։ Պարոն Մինասյան, նախ նոր դուք եք կանոնակարգը մեջբերում, չէ՞։ Հիմա հղում եմ անում ձեզ արձագանք։ Ոչ, ես մեջ վերեցի, որ դուք կրճատում եք, ասում եք անգամ ընդեղով 2 րոպե։ Դե հիմա 2 րոպեից արդեն ավել խոսացել եք արձագանքի ժամանակ կտակ, որ բոլորն էլ ձեր բոլոր գործընկերները հարցի համար բանը գրանցվել են։ Ուզում եք պարոն Դանիելյանի փոխարեն իր ժամանակը ձեզ տանք։ Ես իմ ժամանակը Խնդրեմ, պարոն Մինասյան։ Ըստեղ արդեն հասանք այդ բանին։ Հետադարձ ուժի կանոնը սահմանադրությամբ նախատեսված ինքնավար պետական մարմնի լիազորությունները, որոնք որ սահմանադրությամբ երաշխավորված են որպես անկախ եւ ինքնավար գործունեություն իրականացնող մարմին, երբ որ դուք կոլեգիալության սկզբունքը փոխարինում եք մեկ անձի սկզբունքով, այսինքն հանձնաժողովի նախագահին տալիս եք ամբողջ մի հանձնաժողովի, ավելին նույնիսկ դատարանի ֆունկցիա, որքանով է սա համահունչ սահմանադրական կարգավորումների։ Երրորդը ինչպես։ Երրորդը ձեզ հայտնի է ռազմավարությունը կառավարության կողմից ակտիվ մասնակցությամբ մշակված եւ դրանում նախատեսված գործիքակազմերը եւ որոնք որ այս պահի դրությամբ կիրառվել են թե չեն կիրառվել եւ ինչ արդյունքներ կան։ Այսինքն դինամիկա ձեր մոտ կա թե չկա այդ առումով ցույց տրված։ Պարոն Հավելյան դրա մի մասին անդրադարձավ։ Պետական կառավարման ներքո գտնվող ընկերությունների մասով էներգետիկ համակարգի պետական կառավարման ներքո գտնվող ընկերությունների մասով ձեզ հայտնի են ցուցանիշներ, որոնք որ ի տարբերություն հեծի շատ ավելի վատ ցուցանիշներ են։ Եվ արդյոք դուք տեղյակ եք 4-7 դրամի մեջ այդ որ բարձրացավ սպառողների համար 4-7 դրամով բարձրացավ։ Դրանից ինչ որ բաժին կա հեծի։ Թե մնացած 4-7-ը ամբողջությամբ պետական ձեռնարկություններին է գնաց, այսինքն սպառողները վճարել են պետական ձեռնարկությունների, ոչ թե հեծի։ Ունեք այդ բաշխվածությունը, թե չէ։ Եվ վերջին հարցը այս շրջանակներում, տեսեք, երբ որ դուք հանձնաժողովի նախագահին տալիս եք
միանձնյա որոշում կայացնելու իրավասություն։ Եվ հիմա էլ այս փոփոխություններով վերել եք եւ իր գործողությունը ըստ էության ամբողջությամբ եք դարձրել։ Այսինքն ասում եք նախագահը որոշեց, վերջ գնում է կառավարում բանման ամեն ինչ վերցնում է, կապ չունի դե դատական կարգով բողոքարկում է թե չէ։ Դա չի կասեցնում։ Սա որքանով է համահունչ դատավարության արդար դատական կանոնների։ Այսինքն եթե պատճառվի հնարավոր վնաս, ով է պատասխանատու։ Վաղը դատարանը հաստատեց, որ սխալ որոշում է կայացվել եւ պատճառվել է վնաս։ Հանձնաժողովի նախագահը գնաց նստեց։ Դուք հեցին փոխհատուցման վճարը ո՞նց եք տալու։ Ով է այդ բեռը կրողը։ Քաղաքացիները վարկ եք վերցնելու, որների քաղաքացիները պիտի փակեն։ Ով է փակելու այդ գումարները։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Խնդրեմ, պարոն Վարդանյան։ Խնդրեմ, Ձևակերպել է պարոն Մինասյան 8 հարց։ 6 րոպե ժամանակ ունեք։ Արդի իրավիճակը, պարոն Մինասյան, արդի իրավիճակը թույլ է տալիս լիցենզիայի հրաժարվելու կամ լիցենզիայի ձեռքելու պարագայում իրականացնել օպերատիվ կառավարում։ Այն ինչ որ դուք ասում եք։ Արդի իրավիճակը թույլ չի տալիս անմիջական վտանգի պարագայում, այսինքն խախտումների բազմակիություն, հաճախակիություն, բնույթ, չգիտեմ, հոսանկանջատումներ, կոլապսային իրավիճակներ, հիբրիդային հարձակումներ հեծի համակարգի վրա եւ այլն, որ օրինակ ընկերությունը չի կարող կամ ունակ չի կամ չի կարողանում վերահսկի տվյալ պարագայում չի նախատեսում որևիցե մեխանիզմ, որով ես այսօր կկարողանամ իմ քաղաքացիների սպառողների իրավունքները երաշխավորելու համար եւ ազգային անվտանգության խնդիրները կանոնակարգելու համար անմիջական կառավարում իրականացնեմ։ Ժամանակավոր ընդգծում, ժամանակավոր կառավարում։ Այս հարցի պատասխանը օրենքը չի տալիս, դրա համար ենք մենք մտցրել 1 Սրա հետ փոխկապակցված, ասում է կոլեգիալ մարմնի լիազորությունը տվել է կանհատին, ոչ, անհատին տրվել է, այսինքն հանձնաժողովի նախագահին կրկին օպերատիվ կառավարման իրականացնելու տեսանկյունից տրվել է մեկ լիազորություն հարուցել վարույթ եւ իրավիճակից ելնելով իրականացնել կամ նշանակել, ոչ թե նշանակել, այլ ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։ Ընդ որում, պարոն Մինասյան, ուշադրություն դարձրեք, կանխարգելիչ միջոցառումներից միայն մեկն է, հարակամարեք ամենածայրահեղը, ժամանակավոր կառավարչի նշանակումը։ Միայն մեկը։ Հիմա վերադառնամ ներդրումային իրավունքի։ Դուք ինքներդ նայել եք մեր ներդրումների մասն օրենքը, քննարկելի, բայց սա բոլոր տնտեսագետներին դիմանում է։ Ասում են մեր ներդրումային օրենսդրության համաձայն, նույնիսկ եթե ՀՀ քաղաքացին ապրում է արտերկրում, բայց ՀՀ քաղաքացի է, իր կողմից ձեռնարկած իրականացած ցանկացած ներդրում դիտվում է որպես օտարերկրյա ներդրում։ Եթե 1% ունես օտարերկրյա, այսինքն հիմա հեշտ է օֆշորով մի հատ ընկերություն է ձևակերպում, ի դեպ օֆշորի թեմային մեկն ինձ թվում է երկար ու շատ կանրադառնանք։ Դառնում է միջազգային ներդրում։ Ես գիտեմ, որ ներդրումային մասն օրենսդրության հիման վրա կներեք ներդրումային իրավունքի հիման վրա, ներդրումների օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասն օրենքի հիման վրա ազգայնացում չի թույլատրվում։ Ազգայնացում ինստիտուտը մեզ հայտնի է միայն քաղաքացիական օրենսգրքում եւ քաղաք օրենսգրքում է որոշակի սահմանումներ դրած, բայց ներդրումների օտարերկրյա ներդրումների մասն օրենքը չպետք է մեկնաբանել այնպես, որ ներդրողների իրավունքները պետք է պաշտպանվեն բոլոր պարագայում, դա նույնիսկ այն իրավիճակներում, երբ օրինակ սահմանությունը փոփոխվել է, բայց ներդրողը կարող է ասել, ինչ կա, դուք օրենքի մեջ գրել եք, որ 5 տարվա ընթացքում նկատմամբ դին օրենսդրություն է կիրառվել, ես նոր սահմանություն չեմ կիրառելու։ Ինձ թվում է ներդրումների մասն օրենքում հստակ գրած որ հարկային օրենսդրության փոփոխության պարագայում պետք է վերջինս եւ հարկային եւ այլ հարակից օրենսդրության, հարկային մաքսային եւ այլ օրենսդրության պարագայում վերջինս պետք է ունենա հնարավորություն 5 տարի հետադարձության սկզբունքով 5 տարվա սկզբունքով պահպանի այդ կանոնները, բայց օրինակ կներեք, եթե քրեական օրենսգիրք են փոխել, ինչ ներդրող ասում եմ նկատում 5 տարի քրեական օրենսգիրք չես կիրառելու, դա կներեք էլի, դա որովհետեւ տրամաբանության մեջ չի ընկնում։ Սահմանության 67 հոդվածը Պարոն Մինասյան, ձեր համար հատուկ նշել եմ եւ կա սա նախագծում,
որ եթե սույն մասով սահմանված օտարումը Երամսյա ժամկետում չիրականացնելու դեպքում որպես բացառիկ միջոց բաժնետոմսը, բաժնեմասերը, գույքը կամ լիցենզավորված գործունեություն ապահովող գույքային համալիրը կարող է օտարվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածին համապատասխան։ Այսինքն որևիցե այլ եղանակով, այսինքն ձեր կողմից ասած բոլշևիկյան էքսպրոպրիացիայի մասին խոսք չի գնում։ Խոսքը վերաբերում է Սահմանադրության 60-րդ հոդվածում նախատեսված երաշխիքների մասին։ Գնացինք առաջ։ Հետադարձություն։ Հետադարձության մասին կարելի խոսել, եթե մենք հիմա նախատեսենք ինչ-որ ապօրինի արարք բովանդակային, որը նախկինում իրավաչափ է եղել, եւ դրա համար նախատեսենք պատասխանատվություն։ Կներեք, խախտումը, այն խախտումների մասին բովանդակային որ խոսում ենք, իրանք խախտում են եղել նաեւ նախկինում, խախտում են նաեւ այսօր, հենց այս պահին։ Նախագիծը հետադարձություն է տալիս բացառապես այն իրավասությանը, թե ով կարող է վարույթ հարուցել անձի նկատմամբ։ Եվ ի վերջո, եթե մենք ուսումնասիրենք, մի շարք օրենքներ, այդ տրամաբանությամբ գնանք, ապա կտեսնենք, որ շատ դեպքերում նույնիսկ անտեսանելի մենք այս հետադարձությունը տալիս ենք, որովհետև տեսեք Սահմանադրության մեջ ամրագրված հետադարձությունը խոսում է անձի իրավական դրությունը վատ թարացնող իրավիճակների մասին։ Կներեք, խախտումը, եթե խախտումը եղել է 5 տարի առաջ, վաղ կլինի, թե այսօր կլինի, խախտումը մնում է խախտում, նոր խախտում, որը 3 խախտում չէր, որի համար նախատեսում ենք պատասխանատվություն չի եղել, 1000 ներողություն բերեմ մի հատ շատ վատ օրինակ կամ լավ օրինակ, միջազգային բոլոր տրիբունալները, այդ ու Նյուրնբերգյանը, մեկ դրանով էլ չէ սպառնում ես, իրենք ըստ էության ձևավորվել են նախկինում տեղի ունեցած արարքների համար պատասխանատվության ենթարկելու եւ ոչ մեկ նրանց հետադարձություն չի վիճարկել այն պարզ պատճառով, որ տրիբունալը այո նոր է, բայց բոլոր խախտումները դիտարկվել են, խախտում նույնիսկ այն ժամանակ է, որ տրիբունալը չի եղել։ Հիմա այս 4 հարց մնաց։ Այսքանը հետադարձությունը ասեցի, կոլեգիալությունը ասեցի, վնասի ես էլ ասեմ, ուրեմն ով է հաշիվը փակելու, ես էլ հատուկ ձևակերպում ձեր համար, ժամանակավոր կառավարչի գործունեության արդյունքում լիցենզավորված անձին պատճառած վնասները ենթակա են հատուցման վարչարարության հիմունքների եւ վարչարարական վարույթի մասին օրենքով սահմանված կարգով։ Ես էլ գրածա թե ով է դրա համար պատասխանատվություն կրել։ Մնացածը հետո։ Եկել ենք ստե որ քննարկենք, բայց ոչ թե քննարկումը խանգարենք։ Հիմա խնդրեմ պարոն Մինասյան։ Պարոն Մարտիրոսյան, կամ դուք չեք կարտացել օրենքը։ Չեք տիրապետում։ Ես ձեզ հարց եմ տալիս, ինչպիսի կարգավորում է գործում հիմա, որ դուք ուզում եք եւ չի լուծում այդ խնդիրները, որ բերում եք նորը։ Ոչ, դուք չեք ասում։ Դուք տեղյակ եք չեք, որ այդ ձեր նշած բոլոր հարցերը կարգավորվում են այսօր։ Կարգավորում են թե 42-րդ հոդված էներգետիկայի մասին օրենքով նշված խախտումները քննելիս եւ որոշումներ կայացնելիս ու պարտադրելիս, եւ դա դառնում է պարտադիր կատարման ենթակա լիցենզավորված կազմակերպության կողմից։ Անկամ նույնիսկ եթե լիցենզավորված կազմակերպության լիցենզիան ուժը պետք է կորցած ճանաչես, հանձնաժողովն իրավասու է այդ մարմնի այդ կազմակերպությանը հանձնարարելու կոնկրետ քայլեր իրականացնել, եւ եթե չի անում, ապա հանձնաժողովը եւ պետությունը կարող են պահանջել գույքային համալիրի վաճառք։ Այո, նաեւ սահմանադրությամբ նախատեսված հանրության գերակա շահից ելնելով, այսօրվա կարգավորումը կա։ Այդ ձեր ասած խնդիրները, մի վարքյան, այդ ձեր ասած խնդիրները կա, այսօր լուծվում է։ Բացառությամբ ասում եմ մեկ բան, որ դուք վերցնում եք կառավարումը սեփականատիրոջ ձեռքից եւ այդ սեփականատիրոջից առնում եք, խլում եք սեփականությունը։ Առանց մի վարքյան, մի կողքից մի միջամտեք։ Հետևաբար իմ հարցը շատ պարզ է, որին դուք չպատասխանեցիք։ Անկամ ծայրահեղ դեպքում արտակարգ իրավիճակով պայմանավորված նոր կարգավորումներ կան նախատեսված օրենքում։ Եվ ամբողջությամբ պետությունը իդեմս կառավարության եւ հանրային ծառայությունների կարգավորող մարմնի կարող է օպերատիվ արձագանքել միջամտել։ Դուք ծանոթ չեք կարգավորմանը։ Բերել եք մի նախագիծ, որը բացարձակ
կապ չունի ձեր բարձրացած խնդիրների, հանրության ձենց ականջը հաճո արտահայտած մոտեցումների հետ եւ ավելի շատ հարցեր բացարձակ կապ չունի հետի հետ։ Երկրորդը հետադարձության կանոնը։ Ես ասում եմ պատասխանատվությունը նախկինում կատարված խախտումների համար այսօր գործող օրենքով նույն 42 հոդվածի համաձայն էներգետիկայի մասնօրենքի խախտումների համար կան դրամական պատասխանատվության միջոցներ 20 միլիոն, 40 միլիոն եւ այլն։ Դուք հիմա ասում եք, այդ խախտումների համար է ես կարող եմ հիմա արդեն այս օրենքի մեջ մտնելուց հետո կիրառել այս կանոնը։ Այսինքն 2019 թվականին ինչ որ բան է եղել, որի համար տուգանվել է, հիմա դուք ասում եք այդ 19 թվականի Այս համար բանը չեմ ասել, կաներով դու չեմ ասել։ օրենքն է ասում։ Ձեր դրած օրենքն է ասել դա։ Իմ ասածը հենց դա է։ Իմ ասածը հենց դա է, պարոն Մարտիրոսյան, իմ ասածը հենց դա է, որ դուք օրենքում ձևակերպումը տվել եք այդպես, որպեսզի դա լինի։ Հաջորդը, դուք իհարկե փորձեցիք հմտորեն փոխանցում կատարել ներդրումների, օտարերկրյա ներդրումների օրենքի կոշտ պահանջը, բայց դա հակասության մեջ չի սահմանադրության հետ։ Սահմանադրությունը ասում է հանրության եւ պետության գերակա շահի շրջանակներում ցանկացած սեփականություն ենթակա է օտարման։ Բայց դրա համար կա ընդհանցակարգ, նույնիսկ միջազգային պայմանագիր է, որ դուք չեք սիրում անընդհատ վկայակոչել օտարերկրյա կոնկրետ Կիպրոս կլինի, Ռուսաստան կլինի, թե ինչ է, այդ պայմանագրերում հստակ նաեւ նշված է այս դեպքերն է։ Արգելվում է մեկ բան, քաղաքական շարժառիթներով պայմանավորված խլումը։ Մնացած ցանկացած օտարում, եթե համարժեք է եւ եթե հանրության պետության կարիքների համար է, դատական կարգով կարող է օտարվել։ Ամենավերջին ամփոփեք արդեն պարոն Մինասյան։ արձագանք անեմ, բոլոր ցուցանիշները, որոնք որ հիմա sense ներկայացվում են, ձեր կոմիտեի ցուցանիշներ չեն ներկայացվել, տարբեր падգամավորների կողմից են ամենատարբեր օրինակները բերում, դրանք իրականության հետ բացարձակ կապ չունեն համակարգի առումով։ Իդեպ, ուր է հանրային ծառայության կարգավորող մարմնի տեսակետը։ Ուր է արդարադատության նախարարության տեսակետը սահմանադրականության վերաբերյալ։ Դուք որպես падգամավորներ, մենք որպես падգամավորներ պիտի ունենանք այդ, թե չէ։ Խնդրեմ պարոն Վարդանյան։ Պարոն Մինասյան, Երանի մի օր էլ գա, որպեսզի մենք նույն եռանդով, սենց իրար հետ միասին, պաշտպանենք նաև Հայաստանի Հանրապետությունը կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, բայց ես քաղաքական քննարկման մեջ չեմ տեղավորվում։ Առաջին խախտումների մասով, ես չեմ ասում, որ այն խախտումների համար ոնց որ արդեն պատասխանատվությունները հիմք կարան հանդիսանան նոր պատասխանատվության ենթարկելու համար։ Նեբիս ինի դեմ սկզբունքի կոպիտ խախտումն է։ Բայց կներեք, նախկինում կատարված խախտումները, որոնք ես հիմա եմ վերհանում, դա հիմք պետք է լինի պատասխանատվության ենթարկելու համար։ Հիմա պարոն Մինասյան, դուք ինձ այս տվյալներ եք ասում, դուք իրական վիճակը հեծում գիտեք։ Կամ որ ասում եք, սա հեծի չի, սա վերաբերում է նաև SSSS ոլորտներին։ Ինչ եք մենք խոսում մենակ հեծին, կամ եթե անկեղծ լինենք, էլի նախագծում որևիցե բառ, ազգային հասարակ, որևիցե բառ, սեփականությունը խլելու վերաբերյալ կար, չկար։ Կա ընդամենը հետևյալը։ Պետությունը պետք է հնարավորություն ունենա անմիջական օպերատիվ եղանակով համապատասխան դիմումի առկայության, համապատասխան հիմքերի առկայության դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող գործողությունները, սա լավ արտահայտություն է, չէ՞, իրավիճակից թելադրվող գործողությունները նշանակի իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, այդ թվում նշանակել ժամանակավոր կառավարիչ։ Հիմա օպերատիվ եղանակով ժամանակավոր կառավարիչ նշանակելու հնարավորություն չկա։ Իսկ կներեք, եթե հանձնաժողովը որպես կոլեգիալ մարմին կգտնի, որ հանձնաժողովի նախագահի կողմից հարուցված վարույթը ժամանակավոր կառավարիչ նշանակելը ոչ այնքան իրավաչափ են, հանձնաժողովը վարույթի տերն է եւ հանձնաժողովը վարույթով վերջնական որոշում պետք է կայացնի։ Վարույթի կարճմամբ ավարտվում է ամբողջ գործընթացը։ Այսինքն
պետք չէ այստեղ բոլոր խնդիրների միացնել իրար։